Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարի։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումից հետո երկու գրառում է արել, որոնցից մեկով նշում է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, իսկ մյուսով նշում է, որ Պաշտպանության նախարարությունը հստակ ասել է, որ չի կարող լինել հրադադարի խախտում, Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի ճանապարհով։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը այս շեշտադրումներով գրառում անում։ Կարծում եմ, որ վերջին մի քանի օրերին, երբ Ադրբեջանը հայտարարություններ է անում, որ սահմանին տեղի են ունենում Հայաստանի կողմից ռազմական խաղաղության իրավիճակի հրադադարի խախտումներ եւ հանրային զրույցներում, խոսույթում քննարկման թեմա է դարձել նոր պատերազմ հնարավոր է թե չէ, Նիկոլ Փաշինյանը փորձել է պատասխանել այդ հարցին, փորձել է նաև ամրագրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ մենք նոր պատերազմի հակված չենք, մենք համաձայնություն տվել ենք 17 կետերի եւ մենք պատրաստ ենք այդ 17 կետերի մասով փաստաթուղթը ստորագրել։ Կարծում եմ սա ուղերձ է թե Հայաստանի Հանրապետության բարեկամներին, թե Հայաստանի Հանրապետության հակարտակորդներին եւ թե Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությանը, որ մարդիկ իմանան, որ Հայաստանը հակված չէ պատերազմի եւ հրադադարի ռեժիմի խախտման։ Իսկ ընդհանուր առմամբ հնարավոր է նոր պատերազմ թե չէ հարցը, որ քննարկվում է, տեսական առումով, քանի Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բալանսները հավասարակշռված չեն եւ Ադրբեջանը կարծում է, որ ուժային տարբերակով ինքը կարող է խնդիրներ լուծել, ազդել մեր վրա, կամ նման հայտարարություններով որոշակի ջղաձիգ վիճակի կամ անհարմար վիճակի մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, ինքը դրանից օգտվելու է։ Այս պարագայում օգտվում է թե չէ, կարծում եմ, որ այն իրավիճակը, ինչը ձևավորվեց հայտարարությունից հետո, երբ կողմերը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի 17 կետերն էլ համաձայնեցված են, երբ Ադրբեջանը ինքը հայտարարեց, որ Հայաստանը երկու կետով համաձայնել է, վերջին երկու կետով համաձայնել է Ադրբեջանի հետ եւ գնացել է զիջումների, դրանից հետո պատերազմական գործողություններ անել կամ ռազմական գործողություններ անելը անհեթեթե, անտրամաբանական։ Առավել եւս, որ Չիլիից Չինաստան, Մոսկվայից Վաշինգտոն ողջունեցին, հայտարարեցին, որ պատրաստ ենք աջակցելու, նույնիսկ երկրներ եղան, որոնք ասացին, որ պատրաստ ենք հարթակ տրամադրելու, որպեսզի այդ խաղաղության փաստաթուղթը ստորագրվի, հետևաբար այս համատեքստում լրիվ անհասկանալի է այն լարվածությունը, ինչը փորձում է անել Ադրբեջանը։ Տպավորություն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ միջազգային հանրությունը նման ակտիվությամբ կարձագանքի եւ միանգամից խնդիրը կդրվի փաստաթուղթը ստորագրելուն եւ նմանվում է կենթանուն ու մանկյուն են մղել, իսկ նույնիսկ ամենափոքր կենտանին, երբ անկյուն է մղվում, սկսում է ատամներ կամ մագիլներ ցույց տալ։ Ես կարծում եմ, որ ավելի շատ այդ համատեքստում է Ադրբեջանի պահվածքը։ Ես կարծում եմ, որ լայնամասշտաբ որևէ գործընթաց տեղի չի ունենա, որովհետեւ դրա նախպատրվակը երկրորդ իմաստը ու բովանդակությունը չկա, դժբախտաբար չեմ բացառի, որ այս իրավիճակում ուղղակի ստորագրվելուց հրաժարվելու կամ երկարաձգելու համար Ադրբեջանը փորձի սահմանային ինչ-ինչ պրովոկացիաներ անել, դա բարդելով Հայաստանի վրա, բայց դա բավականին բարդ կլինի, դա հեշտ չի լինի եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությունը հենց նման պրովոկացիաների, հետագայում նման պրովոկացիաների դեպքում հետագայում դրա շինծու լինելը ապացուցելու համար է։ Առավել եւս, որ Միացյալ Նահանգները ու նախագահի ընտրությանը Ադրբեջանը ընտրությունից հետո Ադրբեջանը հրավառություն էր անում, Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով խորհրդականը հայտարարեց, որ խաղաղություն պիտի հաստատվի, խաղաղության համաձայնագիրը մենք միասին պիտի ստորագրենք, խաղաղության գերիներին պետք է բաց թողնվի։ Այսինքն, այստեղ եթե Ադրբեջանը գնում է իրավիճակի լարման, ինքը հակադրության մեջ է մտնում ամբողջ աշխարհի հետ։
Ավելին ես կարծում եմ, որ այսօրվա Թուրքիայի պարագայում, երբ որ Թուրքիայում իրավիճակը շատ սրվել է եւ ներքաղաքական զարգացումներ են գնում եւ Թուրքիայի քաղաքական շրջանակներն ասում են, որ այնտեղ փորձ է կատարվել կամ Էրդողանն է այդպես մտածում, որ փորձ է կատարվել հեղաշրջման ու այդ հեղաշրջումը կանխելու համար են այս գործընթացները ինչը տեղի են ունենում։ Այս լարվածությունը տարածաշրջանում կա նաև Իրանի մոտ, Իրան-Իսրայել փոխհարաբերություններում, Պաղեստինում դեռ խնդիրը լուծված չի։ Ադրբեջանի նոր լարումներ ձևավորելը որևէ մեկին ձեռնատու չի եւ ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը սա հասկանում է։ Բայց ինչպես ասում էր լուսահոգի Վանո Սիրադեղյանը, աղմախության կանխավարկածը դեռ որևէ մեկը չի բացառել, ինչը ես քիչ հնարավոր եմ համարում, բայց տեսականորեն Ադրբեջանը չստորագրելու կամ այդ ստորագրությունը հետաձգելու պատճառներ պիտի գտնի, որովհետև ընդհանուր առմամբ ճնշումները այդ առումով Ադրբեջանի վրա շատ մեծացել են։ Եվ ի սկզբանե Ադրբեջանը փորձում էր այնպիսի պայմաններ առաջարկել, որը ընդհանուր առմամբ իրագործելի չի, կամ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրագործել։ Ենթադրենք ինքն ասում է, որ պիտի փոխենք սահմանադրությունը։ Դրանք ինչքանով է ինքը վստահ, որ այդ սահմանադրության փոփոխության ժամանակ կարող ենք քարոզել, որ անկախության հռչակագիրը պիտի հանվի ու Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կգա այդ սահմանադրությանը այո կասի։ Այսինքն Ալիևն էլ հասկանում է, որ դա ոչ իրագործելի է։ Երկրորդ շատ ճիշտ հարցադրում էր այսօր անում իմ հետ զրույցում իմ ընկեր Արտակ Զեյնալյանը, որ ինձ հարցնում էր, թե իմ կարծիքով ինչ է տալիս Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը։ Ենթադրենք Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությունը փոխում է եւ հանում է անկախության հռչակագիրը, հետո ինչ որ ժամանակ հետո որոշում է Ադրբեջանի վրա հարձակվել։ Դրանից հետո Ադրբեջանն ինչ անելու Հայաստանի դատարաններում բողոքելու է, որ Հայաստանը խախտել է իր սահմանադրությունը, անհետեթ պահանջ է ուղղակի։ Շատ ավելի ձեռնատու է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի որևէ մեկ կամ ցանկալի է մի քանի գերտերությունների հովանու ներքո։ Այսինքն մոտավորապես այն ինչ որ փորձում էին անել Եվրոպայում, Գրանադայում, որը թուղթը ստորագրվեր, որ 5 երկրների ներկայությամբ փաստաթուղթ ստորագրվեր, որտեղ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կամ եթե այդ տարբերակը չկա, Ադրբեջանը հրաժարվում է եվրոպական հովանու ներքո որևէ փաստաթուղթ ստորագրել, այդ թուղթը ստորագրվեր Միացյալ Նահանգների հովանու ներքո, այդ շատ ավելի լուրջ երաշխիք կներ Ադրբեջանի համար, որ Հայաստանը այլևս չի հարձակվի Ադրբեջանի վրա, քան այն, որ Հայաստանը իր սահմանադրությունը փոխի։ Այդ սահմանադրություն փոխելը որևէ երաշխիք հետագայում, որ Հայաստանի չհարձակվելու առումով։ Այսինքն Ադրբեջանը փորձում է այն կարգի խնդիրներ դնել, որոնք իր կարծիքով Հայաստանի Հանրապետությունը իզորու չէ կատարել, հետևաբար դրանով ցույց տալ, որ տեսեք Հայաստանը դեստրուկտիվ է ու խաղաղություն չի ուզում, եւ պահել էս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը, եւ անընդհատ նման սահմանային միջադեպերով, երբեմն նաեւ դրանց իրացմամբ, երբեմն նաեւ զուտ պաշտպանության նախարարության քեֆ տված ժամանակներով Հայաստանի Հանրապետության հանդուրությանը եւ անգամ ստիպել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կամ պաշտպանության նախարարությունը հայտարարություններ անեն, խոստումներ տան, խոստովանեն, որ իրենք նման բան չեն պատրաստվում։ Պարոն Սարգսյան, բայց տարածել ավելի քան 10 հաղորդագրություն այն մասին ու նշել, որ Հայաստանը իբր թե կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, արդյոք սա չի նշանակում, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ինչ-որ ռազմական գործողությունների։ Ես կարծում եմ, որ խնդիրը հետևյալումն է։ Նախ խոսակցությունը գնում է այս հայտարարությունները սկսեցին տարածվել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված լինելու խոստովանությունից հետո։ Եվ կան թևեր, որոնք ասում են, այս համաձայնությունը ավելի խաղաղությունը հեռացրեց Հայաստանից կամ ավելի պատերազմի վտանգը մոտեցրեց։ Հիմա եթե Ադրբեջանը պահանջ է դնում եւ Հայաստանը չի համաձայնում, այդ դեպքում է պատերազմի վտանգը մեծ,
թե այն դեպքում, երբ որ Հայաստանը համաձայնում է։ Իմ տրամաբանությունն ասում է, որ այն դեպքում, երբ որ Հայաստանը համաձայնում է, երբ որ չի համաձայնում, կարող է ասել չի համաձայնել եւ պատերազմ է սկսում։ Հետևաբար այս համաձայնությունը պատերազմի վտանգը ել ավելի չմեծացրեց, այլ փոքրացրեց պատերազմի վտանգը։ Երկրորդ, որ Ադրբեջանը ուզում է ուժով խնդիրներ լուծել կամ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն ունենալ, կարծում եմ դրանում համոզված են թե Հայաստանի իշխանությունները, թե ընդդիմադիր դաշտի բոլոր գործիչները, այս պարագայում նաև վերջինս հայտարարությունից հետո կարծում եմ քաղաքակիրթ աշխարհի ու ընդհանրապես աշխարհի այն հիմնական մասը, որը ստապ տրամաբանությամբ է գործում։ Չգիտեմ, բացի Պակիստանից մնացած բոլորը ողջունում են, որ Հայաստան-Ադրբեջան վերջապես համաձայնեցրել են կետերը եւ եկել են խաղաղության եւ մտել են խաղաղության հասնելու ուղի։ Այսինքն այս համատեքստում իրավիճակը լարելը կամ այդ իրավիճակի լարելու դեպքում, երբ որ Ադրբեջանն ուզում է, ասենք, ենթադրենք, ուզում է պատերազմական գործողություններ սկսել, ես չեմ համարում, որ դա հասկանալով, տեսնելով Հայաստանի իշխանությունները պիտի ասեն, որ տեսեք Ադրբեջանն ուզում է պատերազմ սկսել, հետևաբար Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ համաձայնեցնելը անիմաստ է, հետևաբար առաջարկներին չպետք է համաձայնենք, հետևաբար մենք պիտի ասենք, որ եթե պատերազմ եք ուզում, մենք էլ պիտի նախապատրաստենք պատերազմի եւ այս կարգի բաներ։ Բնականաբար հենց այն դեպքում, երբ որ Ադրբեջանը պատերազմ է ուզում, այդ հայտարարում է եւ մենք էլ այն տեսակետին ենք, որ պատերազմը աշխարհի գոնե քաղաքակիրթ հատվածի համար ընկալելի չի, մենք մեզ պիտի պահենք կառուցողական դիրքերում, ցույց տանք, որ մենք պատրաստ ենք խաղաղության, քայլեր անենք խաղաղության ուղղությամբ, Ադրբեջանին դեստրուկտիվ դաշտում դնելու առումով։ Որտեւ հակառակ պարագան իմանալով հանդերձ, որ Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ուզում ստորագրել ու քանի որ չի ուզում մենք էլ նույն ուղղությամբ հակադրվենք, կարծում եմ որևէ լավ տեղ չի տանի։ Այսօրվա պարագայում Ադրբեջանի այդ հայտարարությունները, ռազմատենչ հայտարարությունները ընկալում ավելի քիչ կամ ընկալում կունենան կամ ընդհանրապես ընկալում չեն ունենա, որովհետև արտաքին քաղաքական դաշտում մենք կարողացել ենք կոնստրուկտիվ լինել։ Եվ իսկապես ամբողջ աշխարհը ողջունել է խաղաղության համաձայնագրի համաձայնեցված լինելը։ Բոլորը հասկանում են, որ այդտեղ Հայաստանը գնացել է զիջումների։ Ադրբեջանը ինքն էլ շեշտում է, որ Հայաստանը գնացել է զիջումների։ Եթե գնացել է զիջումների, համաձայնել է քո հետ, հետեւաբար փաստաթուղթը ինչի չստորագրես։ Կամ զիջումների գնացած կողմը, որը ստիպված զիջումների է գնացել, ինչի պիտի պատերազմ անի։ Այս մոտեցումները այնքան տրիվիալ ու պարզ են, որ կարծում եմ որևէ երկրի Ադրբեջանը խաբել չի կարող։ Նորից ուզում եմ ասել, որ Ադրբեջանը այս լարվածությունը մտցնում է նրա համար, որպեսզի իրեն չպարտադրեն շուտապույտ փաստաթղթի ստորագրման։ Կարծում եմ ինքը չէր սպասում, որ աշխարհը նման ձեռքբերձագանքի, անգամ իսլամական պետությունները, արաբական երկրները կողջունեն եւ կասեն փաստաթուղթը արագ ստորագրեք։ Ավելին ինքը չէր սպասում, որ նման բան կանի Միացյալ Նահանգները, կասի, որ պիտի ստորագրվի ու պետք է գերիներին բաց թողվի։ Հետևաբար ինքը ուզում է որևէ պատերազմ ստեղծել, որի արդյունքում իրեն ասեն, լավ դադարեցրեք, պետք չի, սպասեք, խնդիրները կլուծենք եւ այլն եւ այլն։ Ես նորից եմ ասում, որ լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը բացառում եմ մի բարձ պատճառով, որովհետեւ դրա նախպատրվակը չկա, որովհետեւ պատերազմ իմաստ ունի անել եւ մտնել որոշակի պատժամիջոցների տակ, եթե մտնում ես միջանցքը վերցնելու։ Իսկ միջանցքը վերցնելու իմաստը չկա, որովհետեւ Ադրբեջանը ինքն է համաձայնել, որ տարանցիկ ճանապարհների կամ ճանապարհների ապաշրջափակման խնդիրը քննարկի խաղաղության համաձայնագրից հետո։ Այսինքն կարող ես թուղթը ստորագրել, հետո քննարկես այդ։ Սա ուրիշ հարցություն է։ Իսկ եթե միջանցքի համար պատերազմ չես հայտարարում, որևէ գյուղի կամ որևէ դիրքի համար պատերազմ անելը այսօրվա պարագայում ոչինչ չի տալու Ադրբեջանին, ընդհակառակը դրանից եկած վնասներն ու քննադատությունը ավելի մեծ են լինելու, քան այն օգուտը, որը ինքը ենթադրենք
կորուստների գնով կարող է ունենալ որևէ տարածքում, որևէ սահմանային դիրք գրավելու արդյունքում։ Դրա համար ես կարծում եմ, որ Ադրբեջանը ավելի շատ սահանում է հիբրիդային պատերազմի համատեքստում Հայաստանի Հանրապետության բնակչության եւ իշխանության նյարդերը ստուգելու առումով եւ իսկ եթե ավելին փորձի անել, դա կլինի մաքսիմումը դիրքային որևէ հրաձգություն, որը ցավոք սրտի կարող է ունենալ նաեւ, որում կարող են ցավոք սրտի լինել նաեւ զոհեր, բայց դա լայնամասշտաբ պատերազմի չի վերածվի։ Պարոն Սարգսյան, այս դեպքում այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք ողջունեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը, դա Միացյալ Նահանգներն էր, Ֆրանսիան, ՆԱՏՕ-ն, Մեծ Բրիտանիան, նույնիսկ Չինաստան, ՀԱՊԿ-ը նույնիսկ դա դրական համարեց։ Հիմա ինչ հետևություններ են անելու Ալիևի այս գործելավոճից։ Ես կարծում եմ, որ չքննադատել չեն կարող։ Ես համոզված եմ, որ բացառությամբ Ռուսաստանի մյուսները միանշանակ անկեղծ էին, որովհետև մյուսների առումով դա իրենց շահերից է բխում։ Ռուսաստանի պարագայում խնդիրը մի քիչ ուրիշ է, Ռուսաստանը դեռ նախորդ դարից այս տարածաշրջանում իր ներկայությունը պահել է հակամարտությունների հաշվին, մասնավորապես Վրաստանում Աբխազիա, Օսեթիայի, Հայաստանում Ղարաբաղի, չգիտեմ, Միջինասիական հանրապետություններում էլ, հետևաբար Ռուսաստանի համար կոնֆլիկտի բաց մնալը ձեռնատու է, կոնֆլիկտը չլուծված լինելը ձեռնատու է, բայց միջազգային, այսպես ասած, թրենդին ընդառաջ գնալով Ռուսաստանն էլ հայտարարեց, որ ողջունում է ինքը, նույնիսկ հայտարարեց, որ պատրաստ է հարթակ տրամադրել տվյալ համաձայնագիրը ստորագրելու առումով եւ այս համատեքստում, եթե Ադրբեջանը նման քայլ անի, ինքը լուրջ քննադատության կարժանանա եւ կորուստներ կունենա։ Ադրբեջանը արտաքին քաղաքական ու դիվանագիտական առումով շատ ավելի անհարմար դրության մեջ է եւ այդ անհարմար դրությունն է Ադրբեջանին ստիպում նման սահմանային լարվածություններ ստեղծել։ Այդ անհարմար իրավիճակը, որը իրեն օր-օրի տանում են փաստաթուղթ ստորագրելու, ինչը ինքը չի ուզում, այս իրավիճակը ստիպում է այդ ստորագրումից հրաժարվելու կամ ստորագրումը հետաձգելու կամ ընդհանրապես չստորագրելու համար որոշակի իրավիճակներ ստեղծել, որի պարագայում կարող է մեղադրել Հայաստանին եւ հրաժարվել որևէ փաստաթուղթ ստորագրել։ Այսինքն ուզում եք ասել, որ Ռուսաստանը խոչընդոտում է այս փաստաթղթի ստորագրմանը։ Ես չէի ասի, որ խոչընդոտում է, ես կարծում եմ, որ Ռուսաստանը այլ զբաղվելու խնդիրներ ունի եւ այս տարածաշրջանի առումով իր հետաքրքրությունը այդքան էլ մեծ չի, հակառակ դեպքում ինքը դուրս չէր գա ոչ ագարակից, ոչ Զվարթնոց օդանավակայանից, ոչ էլ վերջերս Մարգարայի հենակետից, ինքը զուտ ունեցած պայմանագրով այդ դուրս գալը կարող էր 1-2 տարի երկարաձգել, եթե հակված էր մնալու։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանից դուրս գալ, բայց փորձում է տարածաշրջանից դուրս գալով իր տեղը զիջել ոչ թե արևմուտքին, այլ Թուրքիային։ Այսինքն Ռուսաստանը համարում է, եթե ես եմ այս տարածաշրջանում, ապա ավելի լավ է Թուրքիան լինի, քան Ադրբեջանը։ Իսկ Միացյալ Նահանգները հիմա ասում է, որ չէ, ես այս տարածաշրջանում կամ եւ դրա համար էլ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով խորհրդականը հայտարարում է, որ մենք պիտի լուծենք խաղաղության խնդիրը, պիտի բաց թողնենք գերիներին, պիտի ստորագրենք խաղաղության համաձայնագիրը։ Այս որոշակի ուլտիմատիվ, եթե կուզեք, նաև ուժային բան ուներ իր մեջ, եւ հիմա եթե Ադրբեջանը գնում է սահմանին որոշակի ընդհարումների, ինքը միանշանակ հակադրվում է Միացյալ Նահանգներին։ Ես կարծում եմ, այս հանգամանքները Ադրբեջանը պիտի հաշվի առնի եւ այդ սահմանային ընդհարումները միգուցե Ադրբեջանին թուղթը ստորագրելու առումով համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու առումով ինչ որ ժամանակով
հնարավորություն տա հետաձգելու ստորագրման գործընթացը, բայց քաղաքական եւ արտաքին քաղաքական առումով բավականին անհարմար դրության մեջ կգցի եւ իր այդ իրավիճակը ել ավելի կթուլացնի։ Կարծում եմ, որ Ադրբեջանը Եվրոպայում ընդհանրապես աջակիցներ չունի, ոչ միայն կարծում եմ, դա ակնհայտ է, բացի Հունգարիայից ինքը որևէ երկրում աջակցություն չունի։ Եվ եթե Միացյալ Նահանգների հետ էլ որտեղ ինքը փորձում է նախկինում եղած սառը իրավիճակը ջերմացնել, հասնել 907 բանաձևի չեղարկման եւ այլը, Ադրբեջանի հետ դառնալ Միացյալ Նահանգների հետ դառնալ ռազմավարական գործընկեր, նման քայլը այդ խնդիրը ոչ միայն չի լուծի, այլ այդ խնդրից էլ հետ կպահի Ադրբեջանին, հետևաբար Ադրբեջանը ստիպված կլինի ամբողջությամբ տեղավորվելու ռուսական դաշտում եւ իր գործողությունները կնմանվեն Ռուսաստանի նախագահի գործողությունների, ինչն էլ չի կարող ողջունելի լինել քաղաքակիրթ աշխարհի առումով, ներառյալ Չինաստանի առումով, որը մշտապես տարածքային ամբողջականության կողմնակից է եղել ցանկացած երկրի պարագայում, ներառյալ Ուկրաինայի պարագայում իրենք տարածքային ամբողջականության կողմնակից են։ Ընդհանրապես, երբ որ ասում են այ Թրամփի ժամանակ էր, որ Լեռնային Ղարաբաղում սկսեց այդ գործընթացները, այստեղ համեմատությունը ի սկզբանե սխալ է, որտեղ Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ ամբողջ աշխարհը ճանաչել էր Ադրբեջանի անբաժանելի մաս եւ անգամ Հայաստանի Հանրապետությունը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, համարելով, որ նման ճանաչման դեպքում խնդիրը տեղափոխվի տարածքային պահանջի, իսկ տարածքային պահանջի դեպքում մենք աջակիցներ չենք ունենա, հետևաբար Հայաստանի իշխանությունները մշտապես խնդիրը դրել են ազգերի ինքնորոշման իրավունքի վրա եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը համեմատելու չի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հետ եւ այս պարագայում աշխարհի բոլոր երկրները սուվերեն տարածքային ամբողջականության պահպանման եւ սուվերենության առումով միասնական դիրքորոշում պիտի ունենան, իսկ մեր պարագայում կունենան, որովհետեւ գիտեք ինչ, նախ ժողովրդավարության առումով ու Լեռնային Ղարաբաղում 150,000 մարդու բռնի տեղահանման առումով դեր Ադրբեջանը այդ ամեն ինչը, այսպես ասած, չի մարսել եւ եվրոպական տարբեր երկրներ, ներառյալ Շվեյցարիան պատահական երկիր չի, Շվեյցարիան ինչու է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների իրավունքը բարձրաձայնում անընդհատ, ում շահերն է սպասարկում Շվեյցարիան, արևմտյան բիզնեսի, հիմնականում եվրոպական լուրջ բիզնեսի շահեր, այսինքն այստեղ խնդիրներ կա միանշանակ, այս բաները պատահական չեն, այսինքն Ադրբեջանը այս հասկանում է, որ այս չի մարսել, լրացուցիչ Հայաստանի տարածքում էլ ինչ-որ բան անելը չի կարող մարսել, Ադրբեջանը Ռուսաստան չի, Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտին չի, ինչքան էլ իրեն երևակայի, ինքը այսօր անգամ Թուրքիայի աջակցությունը չի կարող ունենալ, առավել եւս, որ Թուրքիան ինքը հիմա շատ խառը իրավիճակների մեջ է։ Պարոն Սարգսյան, դուք Թրամփի խորհրդականի խոսքը Հաջևի հետ համարեցիք ինչ-որ առումով ուլտիմատում, ինչ-որ առումով ուժի եւ չշարունակեցիք, ինչ նկատի ունեիք։ Գիտեք, հերթականություն է այդ բաների, նախ ուլցը զանգահարում է Ադրբեջան եւ խոսում է Ադրբեջանի արտգործնախարարի նախարարի հետ, որից 2 թե 3 օր հետո թե Ադրբեջանը, թե Հայաստանը հայտարարում են, որ խաղաղության համաձայնագրի առումով համաձայնություն է իրականացվել եւ կողմերը համաձայնվել են 17 կետերի հետ, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ այդ 17 կետերը ճիշտ է համաձայնվել են, բայց իրանք փաստաթուղթը չեն ստորագրի, որտեղ Հայաստանը պարտավոր է, չգիտեմ, սահմանադրություն փոխել, պարտավոր է այն մարդկանց, ովքեր պատերազմական հանցագործություններ են արել, համագործակցել եւ դրանք տալ Ադրբեջանին, այսինքն դնում է պահանջներ, որոնք անիրագործելի են։ Ակնհայտ դնում է պահանջներ, որոնք անիրագործելի են։ Ու դրանից հետո տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով խորհրդական ուլցի հաջորդ հայտարարությունը կամ զանգը Ադրբեջանի արտգործնախարարին, որ մենք պարտավոր ենք խաղաղության հարցը լուծել, որ մենք
պարտավոր ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ մենք պարտավոր ենք գերիներին բաց թողնել եւ պարտավոր ենք գերիներին բաց թողնել։ Այսինքն, երբ որ պարտավոր ենք այս բառը կա, գերիներին բաց թողնելն էլ հետը, այս արդեն պարտադրանք է։ Այսինքն, եթե նախկինում խնդիրը գնում էր խաղաղության համաձայնագրի ստորագրման առումով, որում գերիների մասով որևէ խոսքը ինչքան ես եմ տեղյակ եւ ինչքան բարձրաձայնել է Հայաստանի իշխանությունը, որևէ խոսք չկա, այստեղ անգամ հարց է բարձրանում գերիների բաց թողնելու առումով։ Այսինքն, Միացյալ Նահանգներն ասում է, որ այն պահվածքը, ինչը խաղաղության համաձայնագրից հետո դու պահում ես քեզ Ադրբեջան, իմ սրտով չի։ Եվ եթե դու այդպես պահես, ես պահանջներս, այնպես ինչպես դու ես Հայաստանի վրա պահանջներդ ավելացնում, ես էլ քո վրա եմ պահանջներն ավելացնելու։ Ի նկատի ունեի հենց սա։ Եվ բայց կարծեք թե այդ զանգը չզսպեց Ադրբեջանին, Ալիևին, որովհետև նույնաբովանդակ հայտարարություններ շարունակեցին տարածել։ Այո, չզսպեց եւ այդ առումով թե Միացյալ Նահանգների իշխանությունները, թե Հայաստանի իշխանությունները, թե Եվրոմիության իշխանությունները եւ ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհը անելիք ունի։ Ես այդ առումով տեսնում եմ, որ Հայաստանը պիտի ավելի ակտիվ ու ավելի նախաձեռնողական քաղաքականություն վարի եւ մոտավորապես ինքը առաջընթաց քայլեր անի, առաջարկելով Միացյալ Նահանգներին իր հովանու ներքո ստորագրել այդ փաստը, ասենք ենթադրենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարում են, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հովանու ներքո ստորագրել Ադրբեջանի հետ համաձայնեցված փաստաթուղթը։ Դրանից հետո ինչ էր անելու Միացյալ Նահանգները։ Ասելու էր, չէ, ես չեմ ուզում, որ իմ մոտ այդ փաստաթուղթը ստորագրենք։ Բնականաբար նման բան չէր ասելու, չէ, ասելու էր ընդհակառակը, որ այո, դա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության համատեքստում է եւ Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնեցված կետերը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հովանու ներքո ստորագրելու առումով։ Դրանից հետո Ադրբեջանը կգնար ստորագրելու, կասեր չէ, չեմ ստորագրում, կասեր չէ, չես պայմանավորվել իմ հետ, այ որ չես պայմանավորվել, դրա համար չեմ ստորագրում, ամեն ինչ հնարավոր է, կարող էր եւ այդպես ասել, բայց այդ դեպքում ինքը արդեն Միացյալ Նահանգներին է ոչ ասում։ Գիտեք, 2023 թվականի ամբողջ տարվա մեջ ես անընդհատ կրկնում էի, որ պետք է դիմել ՄԱԿ-ի ցեղասպանության եւ էթնիկ զտումների հանձնաժողովին եւ որ այդ էթնիկ զտումների եւ ցեղասպանության հանձնաժողովը մոնիտորինգային խումբ կուղարկի Լեռնային Ղարաբաղ, որոնք էլ կպարզեն Լեռնային Ղարաբաղում բլոկադա կա, թե բլոկադա չկա։ Այս խնդրի առումով Հայաստանի իշխանություններին, երբ որ առաջարկեցին, նրանք ասացին, որ առաջարկի Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Ես առաջարկեցի Արայիկ Հարությունյանին, հետո Արայիկ Հարությունյանն ասաց, որ գիտեք ինչ, ռուսների հետ որոշակի խնդիրներ կա, հիմա իրանք խոստանում են SSS բաներն անեն, այ եթե չանեն, այ եթե չլինի, ամենավերջում այդ քայլը կա ու կա, մենք կդիմենք դրան։ Իսկ ես վստահություն ունեի, որ դիմելու դեպքում ՄԱԿ-ի այդ հանձնաժողովը որոշում կայացնելու էր մոնիտորինգային խումբ ուղարկելու։ Ուրիշ խնդիր, որ ես չեմ կարող պնդել, որ Ադրբեջանը թույլ կտար, որ այդ մոնիտորինգային խումբը մտներ Լեռնային Ղարաբաղ։ Շատ հնարավոր է, որ թույլ չտար։ Բայց այն ինչ որ տեղի ունեցավ, դրանից հետո ՄԱԿ-ի այդ համապատասխան հանձնախումբը արդեն բացարձակ ուրիշ եզրակացություն էր տալու, որ այսօր լուրջ խաղակարգ էր դառնալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ վերադառնալու համար։ Այսինքն ֆիքսվելու էր, որ այո, այնտեղ տեղի ունեցել բնոկադա, տեղի ունեցել բռնի տեղահանում եւ ցեղասպանություն, որովհետեւ անգամ ՄԱԿ-ի համապատասխան հանձնախումբին չեն թողել մտնել Լեռնային Ղարաբաղ։ Հիմա նույն բանը ես ասում եմ, հայտարարեք, որ Միացյալ Նահանգների հովանու տակ կարող ենք գնալ ու այս փաստաթուղթը ստորագրել։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ են ասում են, մենք պատրաստ ենք բանակցել փաստաթղթի ստորագրման ժամկետի եւ տեղի առումով։ Այսինքն ասում են Ադրբեջանի հետ բանակցենք, միգուցե Ադրբեջանը չուզի, Ադրբեջանը չի ուզի որևէ երրորդ կողմ ներկա լինի։ Իսկ առանց երրորդ կողմի այդ փաստաթուղթը ստորագրելը, ես համարում եմ դա ոչինչ չի տա։ Ես համարում եմ, որ այդ փաստաթղթի իրական երաշխիք դառնալու հավանականությունը շատ ավելի մեծ է,
երբ որ կա երաշխավորող կողմ եւ այդ երաշխավորող կողմը գերտերություն է։ Դա շատ ավելի մեծ երաշխիք է, քան Հայաստանի Հանրապետության սահմանադրություն փոխելը։ Եթե իհարկե Ալիևի մտահոգությունը այդ սահմանադրությունն է, որտեղ սահմանադրությունը չի խանգարելու Հայաստանին հետագայում, եթե Հայաստանն ուզենա ինչ որ գործողություններ անել, այդ սահմանադրությունը զուտ պատրվակ է Ալիևը բերում, որ Հայաստանը չկարողանա անել, եւ կարծում եմ, որ բոլորն են այս հասկանում։ Ես չեմ մտածում, որ ասենք համբարդ բան է, որ բացատրել է պետք։ Բոլորն սա հասկանում են։ Պարոն Սարգսյան, այնուհանդերձ անդրադառնալով պայմանագրի բովանդակությանը, նախ այստեղ նաև մի հարց կա։ Իշխանությունը մեկ ասում է պայմանագիր, մեկ ասում է համաձայնագիր, եւ այստեղ իրավաբանները խնդիր են տեսնում, ասում են, որ պայմանագիրը պարտադիր կատարման ուժ ունի, իսկ համաձայնագիրը չունի։ Դուք այս տարբերությունը ինչով եք բացատրում, ինչու պայմանագիրը հանկարծ շրջանառության մեջ դրվեց համաձայնագիր տարբերակով։ Ես կարծում եմ, որ ցանկացած տարբերակն էլ մեր համար ձեռնատու է։ Լինի պայմանագիր, թե լինի համաձայնագիր։ Նույնիսկ այն, որ Ադրբեջանը հայտարարեց, որ 17 կետերը համաձայնեցված են եւ Հայաստանի հետ ընդհանուր հայտարարի են եկել, դա մեկ քայլ ավել է եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մի քիչ ավելի անվտանգ է դարձնում, քան մինչև այն, որ չէին հայտարարել։ Այսինքն նույնիսկ փոքր քայլելով առաջ գնալը, պայմանագիր է թե համաձայնագիր, ես կհամարեի դրական։ Եթե կան մարդիկ, որոնք համարում են, որ այդ համաձայնագիրը ծայրից ծայր Հայաստանի դեմ է եւ վնասակար է, այս դեպքում ես չեմ հասկանում, եթե Հայաստանի դեմ է, ուրեմն շահ Ադրբեջանի է, ուրեմն Ադրբեջանը պիտի շահագրգռված լինի այդ ստորագրելու։ Այդ դեպքում եթե ամբողջությամբ Ադրբեջանի շահերից է բխում, ինչի է Ադրբեջանը դիմակայում ու չի ուզում ստորագրել։ Հետևաբար Ադրբեջանը բանակցել է բանակցելու համար, բանակցել է ժամանակ ձգելու համար, ու երբ որ խնդիրը հասել է նրան այնպիսի կետերի, որոնք Ադրբեջանը իր կարծիքով մտածել է, որ Հայաստանը երբեք չի համաձայնի, այստեղ ընդհանուր հայտարարի են եկել եւ համաձայնության են եկել եւ եղել է դրսից որոշակի ճնշում, մոտավորապես առաջին զանգը Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով տեղակալի, որից ոգևորված Ադրբեջանը որոշել է ասել լավ, դե որ Հայաստանը համաձայնեց, մենք էլ համաձայնենք, բայց հետո հասկացել է, որ դրանով մտնում է ինչ-որ փակուղի, որը իրեն տանում է փաստաթուղթ ստորագրելու եւ սկսել է առևտրային խաղը, որը ասում է, եթե մի քիչ ճնշեք, պատերազմ կանեմ։ Մոտավորապես ինքը տանում է սրան, իսկ իրականում Ադրբեջանին պետք է, որ 907 որոշումը իր վրայից անեն եւ Միացյալ Նահանգների հետ նախկին ունեցած հարաբերությունները ել ավելի ջերմացրեն կոմունիկացիաների եւ այլնի առումով։ Ես կարծում եմ, որ թե Միացյալ Նահանգները, թե Եվրոպան կարող են տարածաշրջանի երկրներին լուրջ տնտեսական առաջարկություններ անել, տնտեսությունը զարգացնելու, այդ տնտեսության զարգացվածությունը կոմունիկացիաների առումով իրար կապելու, հիմա անընդհատ որ Հայաստանի իշխանությունները խոսում են երկաթուղուց, նաև կարծում եմ այդ երկաթուղին հենց դրա բաղադրիչներից մեկն է, գազամուղների, նավթամուղների դեպի Թուրքիայով գնալու եւ այլնի այս առումով, այսինքն կարող են գրավիչ տնտեսական առաջարկություններ անել, որին Ադրբեջանն էլ կհամաձայնվի, Հայաստանն էլ կհամաձայնվի եւ Միացյալ Նահանգները դրանից շահույթներ կունենա։ Ես կարծում եմ, որ սա է նաև այն գործոնը, որը կարող է մեկ քայլ առաջ տանել կողմերին նման լարվածությունը որպես միմյանց վրա ազդելու միջոց օգտագործելու հնարավորությունից զրկելու համար եւ դրա համար էլ առաջարկում էի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նաև Միացյալ Նահանգներին ներկայացնեն փաթեթ նույն ռազմավարական գործընկերության խարտիայի համաձայնագրի շրջանակում ատոմային էներգետիկայի, Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման խնդիրների առումով եւ ջրային ռեսուրսների շահագործման առումով ու բազմաթիվ այլ խնդիրներով, որում կարող են ներդրում ունենալ ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ եվրոպական երկրները, առավել եւս երբ որ մենք նախկին վարչախմբի հետ փաստաթուղթ ենք ստորագրել եւ այդ փաստաթղթի շրջանակում կարող ենք լուրջ փաթեթով առաջարկ անել Միացյալ Նահանգներին։ Ես կարծում եմ, որ մենք պիտի ագրեսիվ
արտաքին քաղաքականություն վարենք եւ մենք պիտի առաջարկներ անենք, մենք մեր այդ առաջարկները անելը պիտի անենք այնքան անհամության չափ, որ անընդհատ ամեն օր քնից արթնանան ու մեր առաջարկները լսեն, որովհետեւ ես կարծում եմ, որ դա էլ անվտանգության բաղադրիչներից, եթե ոչ հիմնականը, ապա հիմնականներից մեկն է, տնտեսության զարգացումը, Հայաստանի ռազմական, պաշտպանողական պոտենցիալի բարձրացումը։ Պատահական չէր, որ 2024 թվականին, երբ որ Բլինքենը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հանդիպեցին, իրենց հանդիպման ընթացքում Հայաստանի հետ աջակցության խնդիրը անվանեցին դիմակայության, այսինքն ումը դիմակայելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի, եւ այս համատեքստում Հայաստանի հետ այդ դրանից հետո էր, որ Հայաստանին սկսեցին եվրոպական զենք վաճառել։ Այսինքն Հայաստանը ՀԱՊԿ անդամ լինելով Հայաստանին սկսեցին եվրոպական զենք վաճառել, այսինքն աշխարհը հասկացավ, որ Ադրբեջանը շարունակելու է իր հետռավաբանությունը, շարունակելու է խնդիրը տեսնել ուժային տարբերակով, քանի չի համոզվել, որ Հայաստանը կարող է դրան համազոր հակահարված տալ։ Իսկ նման համազոր հակահարված տալու համար Հայաստանին ժամանակ է պետք է ուժեղանալ, պետք է հնարավորություն չտալ Ադրբեջանին նոր պատերազմ սկսելու, եւ ես կարծում եմ, որ այս իշխանություններին ինչ մեղադրում են փուլության համար, իրենք հենց այդ գծի վրա փորձում են ամեն ինչ անել, որ նոր պատերազմ չսկսի, համարելով կամ մտածելով, որ այս փուլում մենք նոր պատերազմի դեռ պատրաստ չենք եւ պիտի համաձայնել, պիտի գնալ այնպիսի լուծումների, ինչի հնարավորություն ունենք։ Հետևաբար առաջարկող այդ երկու կետերին էլ, անկախ նրանից ինչքանով է Հայաստանի Հանրապետության շահերից բխում, այդ երկու կետերին համաձայնել, որպեսզի առաջիկա պատերազմը, եթե անխուսափելի է Ադրբեջանի հետ, այդ հետաձգել այնպիսի մի ժամանակի վրա, որտեղ ռեալ հակահարված տալու հնարավորություն կունենանք։ Ես կարծում եմ Ադրբեջանը նաև այդ մտահոգություններն ունի, ինքը դուրս է գալիս իր սեփական փորձից, որովհետև ինքն էլ նախորդ պարտությունը չկարողացավ ամբողջությամբ մարսել եւ 26 տարի հետո գնաց ռևանշի, ինքը մտածում է, որ Հայաստանը նույն բանը կանի, դրա համար փորձում է ամեն ինչ անել, որ այս տարածաշրջանում Հայաստանը գոյաբանական առումով այլևս չունենա որևէ հնարավորություն Ադրբեջանի հետ ընդհանրման մեջ մտնելու առումով։ Պարոն Սարգսյան, բայց այնուհանդերձ ինչու Հայաստանը գնաց ոչ հայանպաստ բովանդակության փաստաթղթի ստորագրման պատրաստակամություն հայտնելու ճանապարհով միջազգային հայցերն են հետ կանչելու այս համաձայնագրի կամ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ դիտորդներն են հեռացվելու։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ ԵՄ դիտորդները այնտեղ կանգնած են, արձանագրում են, որ ոչ հայկական կողմը չի խախտել, չի կրակել։ Պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե դիտորդները այնտեղ չլինեն։ Ես կարծում եմ, որ փաստաթուղթը, ինչը Հայաստանի Հանրապետության իշխանությունները համաձայնեցրել են, այդքան էլ վնասակար չի կամ այդքան էլ Հայաստանի Հանրապետության շահերը չի ոտնահարում, որովհետև հակառակ դեպքում նորից եմ կրկնում Ադրբեջանը կհամաձայներ դրա ստորագրել։ Այսինքն, եթե Ադրբեջանն է դեմ ու չի համաձայնում դրա ստորագրելուն, եթե Հայաստանը համաձայնել է, որ եվրոդիտորդները պիտի դուրս գան, իսկ դա Ադրբեջանի պահանջներից է, ու համաձայնել է, ու Ադրբեջանը մշտապես մեղադրում է եվրոդիտորդներին, Ադրբեջանը պիտի շահագրգռված լիներ ստորագրելուն, հենց վաղն էլ ասել, եկեք Թբիլիսիում կամ եկեք Նախիջևանում Սադարաքում փաստաթուղթը ստորագրենք, այնպես ինչպես Ռոբերտ Քոչյանն ու Հեյդար Ալիևն էին հանդիպում։ Կարող էր առաջարկել ասել, եկեք Սադարաքում, Նիկոլ Փաշինյանն էլ ասել չէ Իջևանում, հետո ինչ-որ միջանկյալ տեղ համաձայնային գնային ստորագրել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը ամբողջությամբ զիջել է, պիտի փաստաթուղթը ամբողջությամբ կարդամ, որպեսզի կարողանամ ասել, թե ինչքանով է փաստաթուղթը ինքը իր բովանդակությամբ փոխարինում եվրոդիտորդներին։ Իմ համար ակնհայտ է, որ եվրոդիտորդները անընդհատ մեր հետ չեն լինելու, որ ինչ-որ պահի եվրոդիտորդները պիտի հեռանան։ Եվ եվրոդիտորդների ներկա գտրվելու ժամանակը մենք պետք է օգտագործենք նրա համար, որպեսզի ստեղծենք այնպիսի իրավիճակ,
կամ այնպիսի հիմքեր, որոնք ավելին կլինեն, քան եվրոդիտորդները։ Հիմա այս փաստաթուղթը ավելին է թե ոչ, ես չեմ կարող ասել, որովհետև ես չեմ կարդացել այս փաստաթուղթը։ Ինչ վերաբերվում է եվրոդիտորդների մասով են ինչ որ վարչապետն ասաց, թե ինչ է այնտեղ գրված, այդտեղի գրված այդքան էլ միանշանակ չի, այդտեղի գրված Ադրբեջանը իր կերպ կարող է մեկնաբանել, Հայաստանը իր կերպ կարող է մեկնաբանել, ընդհանրապես իրավական փաստաթղթերը, տնտեսական փաստաթղթերը նման բովանդակություն ունեն, ինչ է նշանակում շփման գծի ամբողջ երկայնքով։ Իսկ եթե շփման գծից 1 կիլոմետր հեռու են կանգնում ու մշտադիտարկում այդ որևէ խնդիր է առաջացնում։ Այսօրվա ռազմական տեխնիկայի պայմաններում 1 կիլոմետրը ոչ մի բան։ Այսօր հրետանին, երբ որ աշխատում է 25-30 կիլոմետրի վրա։ Եվ հանգիստ դիտորդը կարող է, ասենք 10 կիլոմետր հեռվից կանգնած, ասել, որ հրետանին առաջինը կրակել է Ադրբեջան։ Իսկ պատերազմի սկիզբը, եթե հրետանին չկա, կրակում են միայն դիպուկահարներով կամ ինքնաձիգներով, այս պարագայում ով սկսեց կամ ինչից սկսեց, այդքան էլ էական չի, որովհետև դա զուտ սահմանային բնույթ է կրելու դիրքային եւ ոչ ավել։ Այսինքն Հայաստանը կարծում եմ դիտորդների մասով իր մոտեցումն ունի, որը նշանակում է, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո դիտորդները չեն հեռանալու Հայաստանից եւ շարունակելու են մոնիտորինգ անել։ Ադրբեջանը իր մոտեցումն ունի եւ այս առումներով, գիտեք, ես այնքան էլ լավ չեմ համարում, որ երկակի իմաստ է ունենում որևէ փաստաթուղթ, այնպես ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը։ Եվ ես իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ այդ կետի նկատմամբ վերապահումներ ունեմ, նա չպետք է լիներ այդ փաստաթղթում։ Այնպես էլ այստեղ ես կարծում եմ, որ ավելի բաց է խաղալ պետք, չնայած համարում եմ, որ Հայաստանի իշխանությունները համեմատաբար Ադրբեջանի իշխանությունների բավականին բաց ու թափանցիկ են խաղում։ Բայց այն, որ արդեն հայտնի է, որ միջազգային հայցերը հետ են կանչվում, դա արդեն չի նշանակում, որ հայկական կողմի համար շահեկան չի։ Կամ լավ, ինչ ասել է Ադրբեջանն էլ է զիջումների գնում, ինչ է զիջել Ադրբեջանը, դա հանրությանը հայտնի չի։ Գիտեք, միջազգային հայցերը հետ կանչելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության վարչապետը, որովհետև պատերազմական իրավիճակներում ինքն է որոշումներ կայացնողը եւ ինքն է գնահատում այն չափը, թե այդ հայցերի դեպքում Հայաստանի Հանրապետությունը շահում է, թե կորցնում է։ Ես չեմ տիրապետում այդ տեխնիկային, այդ տեղեկատվությանը եւ չեմ կարող ասել։ Բայց ես գիտեմ ադրբեջանական մի հայցի մասին, որը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի 7 շրջաններին, որոնք մենք համարվում էինք ազատագրված տարածքներ, որտեղ իրենք ունեն ինչպես լուսանկարված, այնպես էլ տեսաֆիլմեր, թե ինչ գյուղեր, ինչ քաղաքներ են եղել եւ ունեն նկարահանված ու տեսագրված, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ որ իրենք մտել են այդ տարածքներ, այդ տարածքում ինչ է եղել։ Եվ այդ հայցը 150 միլիարդի կարգի հայց է, որը ինչ որ առումով, եթե անգամ միջազգային դատարաններում մասնակի էլ բավարարվի, ասենք իջեցվի 15 միլիարդի, դա էլ է խնդիր դառնում Հայաստանի համար, որտեղ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 26 միլիարդ է։ Այսինքն ասել, որ իրենք ոչ մի բան չեն զիջում, իրենք էլ այդ հայցից են հրաժարվում։ Ուղղակի ում հայցն է կշիռն ավելի մեծ, այս կարող է ասել միայն Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը ունի այդ տեղեկատվությունը ու կարող է կշռել։ Ես ցավոք չեմ կարող կշռել, ես տեսակետ հայտնել եմ, որ հայցերից չհրաժարվի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, բայց ես ընդդիմադիր եմ եւ ասում եմ այն մոտեցումը, ինչը գնահատում եմ արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում։ Ես ասել եմ, որ Հայաստանը պիտի ասի, որ Հայաստանում գտնվող սահմանները դիտարկող եվրոպացի մշտադիտարկողների խնդիրը դա Ադրբեջանի խնդիրը չէ, Հայաստանի Հանրապետությունը ինքն է որոշում, թե իր երկրի սահմանները ով է մշտադիտարկում, ովքեր են կանգնած մեր սահմաններին, իսկ
Միսկի խմբի լուծարման խնդիրն էլ Ադրբեջանի խնդիրն է, Հայաստանի խնդիրը չի, Ադրբեջանում է Ադրբեջանի Հանրապետության եւ Ադրբեջանի ավտոնոմ մարզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև վեճ առաջացել, որի արդյունքում ձևավորվել է Մինսկի խումբը, թող Ադրբեջանն էլ որոշի, դիմի, ուզում է պահի, ուզում է հրաժարվի, Հայաստանը այդտեղ դիմելու բան չունի։ Այսինքն որպես քաղաքական կուսակցություն մենք նման հայտարարություն արել ենք եւ որպես անհատ էլ քաղաքական անհատ ես բազմաթիվ անգամներ հարցազրույցներում այս մասին ասել եմ, բայց պիտի նորից կրկնեմ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Մենք այդ պատերազմում չենք հաղթել եւ այսօրվա ռազմաքաղաքական բալանսն էլ մեր օգտին չի եւ մենք նոր պատերազմից խուսափելու եւ մեր դիրքերը էլ ավելի ամրացնելու համար որոշակի դեպքերում պիտի գնանք կոմպրոմիսների, նաեւ պիտի գնանք զիջումների, որոնք իհարկե պիտի կշռվեն։ Ինչքանով են այդ զիջումները հետագայի համար վնասակար։ Այն որ Ադրբեջանն ասում է, որ դուք ռազմական տեխնիկա եք գնում, այդտեղ ցույց չկա, այո, մենք ռազմական տեխնիկա գնում ենք։ Ադրբեջանն էլ հաշվարկում է, որ այդ տեխնիկան գնելով գալու է հասնելու մի պահ, որ ինքը ուժային գործիքը որպես Հայաստանի վրա ազդելու միջոց չի կարողանալու, որովհետև նման պարագայում եթե ինքը փորձի սահմաններ խախտել, Հայաստանը դրան կարող է լուրջ հակազդեցություն, հակահարված տալ։ Այսինքն այս պարագայում ասել, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, այո, անում են։ Փորձում են ամրապնդել հայկական բանակը, փորձում են Հայաստանի բանակը նոր սպառազինություն բերել, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ փոխեն ուժի դիրքերից։ Ցավոք սրտի այս ժամանակի ընթացքում չեն կարողացել այնքան բերել, որ արդեն իսկ Ադրբեջանը չկարողանա։ Ավելին իսկ որ չեն կարողացել, դա ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ։ Ես մշտապես մեղադրել եմ Հայաստանի իշխանություններին, որ նրանք դուրս չեն եկել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Այդ դեպքում իհարկե սպառազինությունը ավելի շատ եկած կլիներ եւ բանակի վերափոխումները ավելի թափով կգնային, բայց նաեւ եղել է օբյեկտիվ պատճառներ, որովհետեւ ճանապարհները Իրանով են, բավականին բարդ ու դժվար են գալիս, Իրանում տեղափոխող ռազմական միջոցները երակի քառակի ստուգվում են, որովհետեւ Իրանը պատժամիջոցների տակ է, օդային ճանապարհով բազմաթիվ խնդիրներ կան, այնպես որ այս ընթացքում որոշակի բաներ արվել է, բայց այդ ժամանակը բավարար չի եղել, որպեսզի մենք կարողանայինք ամբողջությամբ մեր սպառազինությունը հասնել նրան, որ այս ժամանակի ընթացքում 2000-ից 2025 թվականը ընկած ժամանակահատվածում այնքան հզորանայինք, որ Ադրբեջանը չկարողանար մեր հետ այդ դիրքերից խոսել։ Պիտի ընդունենք, որ Ադրբեջանը նույնիսկ առանց պատերազմի սպառնալիքների ԵԱՏՄ-ու ՀԱՊԿ անդամ չլինելով 26 տարվա մեջ կարողացավ դրան հասնել, այն էլ Թուրքիայի, Ռուսաստանի աջակցությամբ, վարձկանների վարձելով եւ այլնով։ Այսինքն խնդիրը հեշտերից չի, որ այսօր գիտեք ինչ ասում են, հիմա ինչ է ԵԱՏՄ-ն է լավ, թե ձեր երազանքների կամ ձեր երազներում եղածի ԵՄ-ն, այստեղ չգիտես այդ մարդկանց ինչ պատասխանես էլի։ Նույն Թուրքիան ու Ադրբեջանը ոչ ԵԱՏՄ անդամ են, ոչ ՀԱՊԿ անդամ են, ավելի Ռուսաստանի հետ էլ ուղիղ սահման ունեն ու կարող են ընդհանուր մաքսային սահմանի մեջ լինել, որը Հայաստանը չունի ուղիղ սահման Ռուսաստանի հետ, եւ ինչ Ռուսաստանի հետ առևտուր չեն անում, կամ իրենք սովից մեռել են։ Գիտեք, մարդիկ կան, որոնք մտածում են, որ եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս կամ ՀԱՊԿ-ից, սովից մեռնում ենք կամ հաջորդ օրը Հայաստանում ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս մարդկանց հարազատները հավանաբար նախկինում պինդ բոլշևիկ են եղել, այն Չարենցին հանձնողներից եւ այլ այս մակարդակի վրա են, եւ ցավոք այդ մարդիկ նաեւ ազգային ժողովում են ծղրտում այդ կարգի հարցեր բարձրացնում։ Պարոն Սարգսյան, եւ վերջում մեկ երկու հարց Գյումրու ընտրությունների հետ կապված, ձեր քաղաքական ուժը Եվրոդաշինքի շրջանակներում թեկնածու է առաջադրել, ընդհանուր ինչպես է գնահատում մրցապայքարը եւ ձեր շանսերը։ Ես համարում եմ, որ մենք Գյումրիին քաղաքական ընտրության հնարավորություն ենք տվել։ Գյումրեցին պիտի ունենա այդ հնարավորությունը, որովհետև մնացած մասնակիցները կամ նախկիններ են, կամ բիզնեսի ներկայացուցիչներ են, կամ փուչում հարգված տղեկ են, այսպես եւ միայն մեր տեխնացուն է, որ քաղաքական տեխնացու է։ Մենք որոշել ենք, որ որևէ մեկին
կոպիտ քննադատության չենթարկենք, չնայած քննադատության բազմաթիվ տեղեր կա, ու իրենք արդեն իսկ սկսել են տարբեր պիտակավորումներ դնել մեր վրա, բայց ես դրան դրական եմ վերաբերվում, որովհետև իրենք տեսնում են, որ մենք ռեալ հնարավորություն ունենք այդ քաղաքական խաղականում լուրջ տեղ ունենալու եւ որոշիչ դառնալու առումով։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ առաջին Գյումրեցին պիտի ընտրի Եվրոդաշինքին, որովհետև Եվրոդաշինքին ընտրելով ինքը ընտրում է ոչ միայն Գյումրու ճակատագիրը, իր քաղաքի ճակատագիրը, այև Հայաստանի Հանրապետության ճակատագիրը հետագայի համար, անվտանգության, աշխատատեղերի, զբաղվածության, բարեկեցության առումով ու ընդհանրապես։ Եվ երկրորդ Գյումրեցին պիտի ընտրի Եվրոդաշինքի տեխնացուին Լևոն Բարսեղյանին, որովհետև այդ մարդը սկզբունքային մարդ է։ Այդ մարդը կուսակցություններ չի փոխել, ասենք 5 տարում 3 հատ կուսակցություն։ Այդ մարդը քաղաքական կուսակցության անդամ չի։ Ինչքան ես ինձ եմ հիշում քաղաքականության մեջ պայքարի մեջ, այնքան էլ Լևոն Բարսեղյանն է այդ պայքարի մեջ։ Երբեք իր տեսակետները չի փոխել, սկզբունքայնությունը չի փոխել, գործարքների չի գնացել, փող չի աշխատել, որևէ մեկի գրպանին չի նայել։ Իսկ Լևոն Բարսեղյանի իմացությունը տեղական ինքնակառավարման մարմինների օրենքի մասով եւ Լևոն Բարսեղյանի իմացությունը Գյումրու մասով, այդ կարծում եմ, եթե Գյումրում առաջադրված տեխնացուները իրենք էլ ձեռքները դնեն իրենց խղճին, կընդունեն, որ նրանից ավել ոչ մեկ չգիտի։ Ես ասել եմ, Լևոն Բարսեղյանը նույնիսկ Բրյուսելում կառավարման, Բրյուսել քաղաքի կառավարման օրենքներն ու մեխանիզմները գիտի ավելին, քան այս մասնակիցները գիտեն Գյումրում տեղական ինքնակառավարման մարմնում քաղաքապետի իրավունքներն ու իրավասությունները։ Այս մասը ամբողջությամբ գիտական մակարդակով տիրապետում է տեղական ինքնակառավարման մարմինների օրենքներին, եւ ես կարծում եմ, որ ինքը լավագույն տեխնացուն է, եւ ես կարծում եմ, որ մենք շանս ենք Գյումրու բնակչության համար, որպեսզի իրենք քվեարկեն Եվրոդաշինքի օգտին։ Ինչպես ցանկացած կուսակցություն, մենք էլ մասնակցում ենք ընտրություններին հաղթելու նպատակով, մենք ուզում ենք, որ մեր տեխնացուին մեծամասնությունը կվետա, եւ մենք ուզում ենք, որ մեր տեխնացուով ձևավորենք իշխանություն։ Սա ցանկացած մասնակցի ցանկությունն է, երազանքն է, որի ուղղությամբ քայլեր է արվում, ինչպես կդասավորվի կամ ինչ տեղի կունենա, ցույց կտա Գյումրեցին։ Ցույց կտա Գյումրեցին իր քվեով, ես կոչ եմ անում գյումրեցիներին ավելի ակտիվ մասնակցել ընտրություններին, քանի որ իրականում թե քաղաքի, Հայաստանի Հանրապետության հետագա ապագայի խնդիրները վերջիվերջո լուծելու է քաղաքացին։ Ու գոհ են իրենք նախկիններից, դժգոհ են թե դժգոհ ներկաներից, այդ վերաբերմունքը կարող են իրենք ցույց տալ, մի բան ակնհայտ է, ընտրություն չպիտի կատարել անընդհատ հին տարբերակով նախկինների ու ներկաների մեջ, ընտրություն պիտի կատարել գաղափարի վրա։ Թե չկա տեխնացու, որը Գյումրիի համարում եք օլիգարխն է, բայց առաջադրվել է կոմունիստական կուսակցության կողմից։ Կոմունիստական կուսակցությունը լինելով աթեիզմի կողմնակից, ով ասում էր, որ կրոնը դա օփիում է հանրության համար, այդ մարդը իր կաբինետում խաչեր է դրել, ամեն հարցազրույցից հետո էլ խաչակնկվում է, ու ես չգիտեմ, կոմունիստները, ասենք, այդ մարդուն առաջադրելով ինչ են ուզեցել։ Երբ որ այս բաները նայում ես, հասկանում ես, որ քաղաքական ոչինչ չկա Գյումրիում առաջադրված տեխնացուների օրակարգում։ Եվ եթե Գյումրեցին պիտի գնա ոչ քաղաքական նման ընտրություն անի, ինքը հետագայում պիտի իրեն հաշիվ տա ու ինքը իրենից պիտի դժգոհի Գյումրում եղած իրավիճակից։ Պարոն Սարգսյան, Երևանի ընտրություններից հետո ձեր ուժը կոալիցիայի գնաց Նիկոլ Փաշինյանի ուժի հետ, հիմա կա քննարկում, հարցադրում, ասում են, եթե վստահ ենք Եվրոդաշինքին, ինչպես վստահ լինենք, որ մեր քվեները չի փոշիացվելու եւ ծառայեցվելու ՔՊ-ի վերարտադրության համար, դուք կարողանում եք գյումրեցիներին համոզել, հավաստիացնել, որ այս անգամ էլ այս դեպքում դաշինքը չի գնա ՔՊ-ի հետ կոալիցիայի։ Նախ ասեմ, որ մենք որևէ քվե չենք փոշիացրել,
Մենք մեր քվեիտերն ենք եւ մենք այսօր Երևան քաղաքում իշխանություն ենք այնքան, ինչքան ԿՊ-ն եւ Երևան քաղաքում տեղի ունեցած թե լավի թե վատի համար նույն չափ պատասխանատու ենք, ինչքան ԿՊ-ն։ Պիտի ընդունեմ Երևանում ձեզ ընտրել էին չուզենալով ձայն տալ Նիկոլ Փաշինյանի թիմին։ Մեզ ընտրել էին, որովհետեւ ցանկացել էին, որ մենք անցնենք։ Ամբողջ խնդիրը սրանում է։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում նման համակարգերում իշխանությունը ձևավորվում է կոալիցիաներով։ Եվրոպայում որևէ քաղաքական ուժ 35%-ից ավել չի հավաքում։ Այսինքն մեր ժողովուրդը դեմ է կոալիցիաներ կազմելու։ Եթե դեմ է կոալիցիաներ կազմելուն, ապա կառավարման համակարգը պիտի փոխվի։ Մենք էլ առաջարկում ենք, մենք այդ հասկանալով առաջարկում ենք, որ սահմանադրությունը փոխենք եւ դարձնենք լրիվ նախագահական, այնպես ինչպես Միացյալ Նահանգներում է։ Այսինքն կամ կոալիցիա պիտի ձևավորվեր Երևանում, կամ պիտի լինեին նոր ընտրություններ։ Ընդ որում 2021 թվականից սկսած Ռոբերտ Քոչյանը հայտարարում էր, որ այս իշխանությունները պիտի հեռացվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս -1։ Երևանի ավականում անցած ուժերը բոլորը հայտարարում էին, որ հիմի մենք այստեղ միավորվում ենք, վերցնում ենք Երևան քաղաքը, որից հետո վերցնում ենք Հայաստանի Հանրապետությունում իշխանություն։ Ու ինչ, մենք միանում էինք Ռոբերտ Քոչյանի ասած կոնսենսուս -1-ին, ու դա դուրս էր գալիս, որ մենք մեր ընտրողների պահանջը կատարեցինք, իրենք քվեին տվել մեզ, որ մենք միանայինք Ռոբերտ Քոչյանի կոնսենսուս -1-ին։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք համարում ենք, որ այս իրավիճակում Հայաստանում ներքին ցնցումներով իշխանապողությունը արտահերթ գործընթացները որևէ դրական բանի չեն բերի, որ այդ ներքին ցնցումներից միանշանակ օգտվելու է Ադրբեջանը, ասելու է Հայաստանում անկառավարելի են, սահմաններում կրակում են, դրա համար էլ ես մտա։ Նույնիսկ այսօր որ կառավարելի է, Ադրբեջանը փորձում է սահմաններում ինչ-ինչ բաներ ստեղծել, այդ պարագայում չեր ասելու։ Մենք կատեգորիկ դեմ ենք արտահերթ ներքին իշխանապողության մեխանիզմների։ Առավել եւս, երբ որ այս իշխանությունները իշխանության են եկել ընտրությունների արդյունքում, եւ այդ ընտրությունների թվերը որևէ մեկը չի բողոքարկել։ Ուրիշ խնդիր էր այն ժամանակ, երբ որ իշխանությունները անընդհատ կեղծում էին ու մենք արտահերթ էինք ուզում։ Ուրիշ խնդիր է հիմա, երբ այդ իշխանությունները ընտրությունների արդյունքում են իշխանության եկել։ Եվ մեր ժողովուրդը պիտի գնահատի մեր արարքը, որովհետև մենք դրանով ցույց չտվեցինք Հայաստանը ներքին ցնցումներով, որովհետև Երևանի քաղաքապետ անցած բոլոր տեխնատուները, ներառյալ Հայկ Մարությանը, ստորագրել էին այդ փաստաթղթի տակ, որ իրենք միավորվում են Երևան քաղաքում իշխանությունը փոխելու, որից հետո Հայաստանում իշխանապողության հասնելու առումով։ Իսկ մենք իշխանապողության այդ մոտեցմանը դեմ էինք։ Ես շատ լավ հասկանում էի, որ Երևանում ԿՊ-ի հետ կոալիցիա կազմելով 2026 թվականին մեր հնարավորությունները կփոքրանան։ Ես շատ լավ հասկանում էի, որ այն հարցը ինչ դուք տալիս եք, տալու ենք։ Բայց մենք գնացել ենք մեր վարկանիշի իջեցնելու հաշվին երկիրը ցնցումներից զերծ պահելու առումով։ Եվ այս առումով ես գտնում եմ, որ շատ ճիշտ կարելի ենք արել, եւ ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը պիտի գնահատի։ Հիմի տեսեք Գյումրիում նորից նույն բանն են անում։ Ասում են կոնսենսուս -1։ Ասում են մենք Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց քայլել։ Մենք բոլորով այնտեղ մասնակցում ենք, որ Գյումրիից սկսենք ու Հայաստանում հասնենք իշխանապողության։ Բացարձակ նույն բանը։ Այս իրավիճակում նորից իրենք չեն ուզում սպասեն 2026 թվին, ասում են այս անում ենք, որ գանք Երևանում հասնենք իշխանապողության։ Իշխանությունն էլ ինչ է ասում։ Իշխանությունն էլ ասում է, որ իրենք Երևանում մաքրեցին նախկիններին, հիմա էլ Գյումրիում են մասնակցում, որ Գյումրիից ռադանեն նախկիններին։ Մենք էլ ասում ենք, որ ժողովուրդ ջան, Գյումրու ընտրությունները ներկաներին կամ նախկիններին ռադանելու համար չի։ Գյումրի ընտրությունները Գյումրում քաղաքապետ ընտրելու համար է։ Եվ Գյումրիի քաղաքապետի լավագույն տեխնացուն Լևոն Բարսեղյանն է, որտեղ բանիմաց է, սկզբունքային է եւ պայքարող մարդ է։ Եվ ավելին ասում ենք, որ Գյումրիում դուք ձեր քվեն Եվրոդաշինքին տալով, դուք նաև Հայաստանի Հանրապետության ապագայի հետագա ապագային եք քվե տալիս, որովհետև մեզնից էլ պիտի գնա ազդակներ այդ արևմուտքին, որ մենք ձեր հետ ենք, որ աջակցեք մեզ։ Եթե դուք այդ ազդակները
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինքը այդ արևմուտքին այդ ազդակները չի տալիս։ Ասում է, հա, մեր պաշտպանը ռուսներն են, մենք պիտի ռուսների հետ լինենք, որովհետև եվրոպացիները դրանք գեյեր են եւ այլն։ Այս համատեքստում ռուսների հետ էլ կլինենք ու ռուսներն էլ այդ միջանցքն էլ կտան, Հայաստանն էլ այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղը ժամանակի մեծ մաս կժիջեն Ադրբեջանին ու Թուրքիային, իրանք էլ կհեռանան։ Այստեղ է որ Գյումրեցին նաև այս ընտրությունը պիտի այդ համատեքստում ան։ Եվ այս առումով մեզ մեղադրել որ կտանք ԿՊ-ի, ես կարծում եմ որ ԿՊ-ն պիտի իր քվեները տա մեզ։ Ես կարծում եմ որ ճիշտ ընտրության դեպքում Լևոն Բարսեղյանը պիտի ավելին հավաքի եւ ԿՊ-ն պիտի նախընտրի ոչ թե, չգիտեմ, այնտեղ առաջադրված տեխնացուներից որևէ մեկի հետ դաշինք կազմելով իշխանության գա, այլ մեր հետ դաշինք կազմելով գա իշխանության։ Իսկ որ մենք նախկինների հետ դաշինք չենք կազմել, ակնհայտ է։ Մենք ոնց կարող ենք Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի օժանդակության տակ գտնվող ուժերի հետ դաշինքի գանք։ Մենք 2000 թվականից պայքարել ենք իրենց դեմ, աշխարհակաղակական առումով էլ մենք արևմուտք ենք ուզում, իրենք ուզում են Ռուսաստան։ Մենք իրենց հետ դաշինք անելու որևէ հնարավորություն չունենք։ Այսինքն, այնպես ինչպես Երևանում, եթե մենք չէինք միանում, Երևանում նոր ընտրություններ էին լինում։ Իսկ այդ նոր ընտրություններն ուզում էր Երևանի բնակիչը։ Երևանի բնակիչը անգամ այս ընտրություններին ակտիվ չէր մասնակցում, երկրորդ փուլի ընդհանրապես չէր մասնակցելու, կամ այդ արդյունքները բավարարելու էին ընտրողները։ Այսինքն, այն ինչ որ մենք արել ենք, ես կարծում եմ, որ դա զոհողություն ենք արել ու խնդրում եմ ես բացարձակ երեսով տալ չհամարել։ Ընդունեք, ինչպես ուզում եք ընդունեք, ես համարում եմ, որ ճիշտ քայլ ենք արել, ես համարում եմ, որ մենք գործում ենք իշահ Հայաստանի Հանրապետության, իշահ մեր պետականության, իշահ մեր երկրի անվտանգության եւ այսուհետ էլ ես շարունակելու եմ նման կերպ գործել։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Նարեկ ջան։